Հալելույա։ Գիտեք, մարդու կյանքը բաղկացած է շատ տարբեր բնագավառներից եւ կարելի է կոչել մարդու կյանքի բնագավառները ճանապարհներ։ Կարելի է համեմատել որպես ճանապարհների հետ, որովհետեւ այո, մենք ընդհանուր ունենք գնալու մեկ ուղղություն, ընդհանուր ոնց որ ասած մեկ ճանապարհի մեջ, Աստվածաշունչը խոսում է լայն ճանապարհի, նեղ ճանապարհի մասին, չէ՞ որ ասում է նեղա ճանապարհը, որը տանում է երկինք, լայնա ճանապարհը, որ տանում է դժոխք, նրանով գնացողները շատ են։ Այո, եթե մենք ընդհանուր նայենք, երկու ճանապարհի մասին է խոսքը, լայն եւ նեղ։ Նեղը Հիսուսի հետևից քայլելն է, լայնը առանց Հիսուսի ապրելն է։ Լայնը մեղավոր կյանքով ապրելն է, մեղքի ճանապարհով քայլելն է։ Բայց եթե մենք նայենք կյանքի բնագավառները մեր, եկեք համաձայնվենք, որ մեր կյանքի ամեն մի բնագավառ իրոք պետք է համապատասխանեցնենք մենք Աստծո կամքին։ Մենք պետք է փնտրենք Տիրոջ կամքը մեր կյանքի այս բնագավառում, մյուս բնագավառում, աշխատանքի հետ կապված հարցում, անգամ ընտրության հետ կապված հարցում, եթե մարդիկ դեռ ամուսնացած չեն, հա? Գիտեք, մարդը ինքն է ընտրում իր կյանքի ճանապարհը։ Որովհետև ամեն ճանապարհ քայլելու ընկնալու դա ընտրություն է։ Օրինակի համար ճանապարհը տանում է Երևան, բայց գիտենք, չէ, տարբեր ճանապարհներ կա Երևան տանող։ Մարդը ինքն է ընտրում, որ ճանապարհով ինքը գնա։ Իհարկե, այս պարագայում մենք պետք է իմանանք Տիրոջ կամքը միշտ տանում է երկինք։ Տիրոջ կամքը միշտ մեզ համար բարի է, հաճելի ու կատարյալ։ Դրա համար մենք կարիք ունենք մեր կյանքի ամեն ճանապարհների մեջ ճանաչենք Տիրոջը։ Մեր կյանքի ամեն բնագավառների մեջ ճանաչենք Տիրոջը։ Եվ երբ որ դու ճանաչում ես Տիրոջը, դու ընտրում ես այդ կամքը։ Դու ուզում ես այդ կամքով ապրել, դու ուզում ես այդ կամքով ընթանալ, դու ուզում ես այդ կամքը կատարվի քո կյանքի մեջ, որովհետև այդ կամքը բացահայտվում է քո կյանքի մեջ։ Որտեվ այդ կամքը Աստված չի ծածկում քեզանից, Աստված հայտնում ու բացում է իր կամքը ինձ ու քեզ։ Եթե մենք իրականում ուզում ենք իմանանք, Աստված այնպես չի, որ հանես խորը տեղ թաքցրել է, որ հանկարծ մարդը չիմանա այդ կամքը։ Ընդհակառակ Աստված հայտնել է իր կամքը, եւ Աստված ուզում է, որ շատերը ճանաչեն իր կամքը։ Անկամ հայր մեր աղոթքի մեջ ասվում է. լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Ամեն։ Եվ ճանապարհների մասին խոսելուց ընդհանրապես այսօր ուզում եմ հենց ճանապարհի մասին, ճանապարհների մասին խոսել։ Սաղմոս առաջի գլխում հենց պարզ գրված է առաջի Սաղմոսը. Երանել է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում, մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, ծաղրանողների աթոռի վրա չի նստում։ Հետո ասում այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում եւ այլն։ Եվ հետո խոստմունքն է գալի, թե այդ մարդը, ով որ Տիրոջ օրենքի շուրջ մտածում է, իր կյանքում ինչեր կկատարվի։ Նա ջրերում տնկված գնացքի, հա, տես ծառի պես է, որ իր պտուղը կտա ժամանակին եւ այլն։ Բայց տեսնում ենք, որ այստեղ ասում է երանի են մարդուն, որ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում։ Այսինքն գիտենք, որ կա ճանապարհ, որը որ մեղքի ճանապարհ է, մեղավոր ճանապարհ է, եւ Աստված մեզ ազատել է մեղքի ճանապարհներից։ Որովհետեւ ճանապարհը դա մի տեղ է, որտեղ որ միշտ կանգ չի, շարժ կա։ Ճանապարհի մեջ, եթե կանգ է լինում, ինքը արագ այդ կանգը պետքա վերացնեն, որտեղ խոչընդոտում է ճանապարհը։ Եթե վթար է լինում, չէ, ինչ են անում։ Միանգամից գալիս են արագ մոբիլիզացնում են պարեկներ իրանց հերթին, այնտեղ կա, չէ, սպասարկող մեքենա գալի, էվակուատոր կամ եւ այլ գալի արագ մի բանի համար, որպեսզի խոչընդոտները այդ բացեն ճանապարհը եւ այդ ճանապարհը, որտեղ ճանապարհի մեջ մի շարժ կա։ Եվ եթե մենք տեսնում ենք ճանապարհի մեջ, մենք տեսնում ենք, որ մեր կյանքի այդ ընթացքը, շարժը դա բուրըն ապրելակերպն է։ Դա ապրելակերպի մասին է, որտեղ դա կանգ չի, դա ապրելակերպ է, ընթացք է, որ մենք այդ կյանքի մեջ ապրում ենք եւ ընթանում ենք։ Ամեն։ Դրա համար շատ կարեւոր է, որ մենք քննենք ու զննենք մեր կյանքը, թե մեր կյանքի ընթացքը ինչպիսին է։ Մեղավոր ճանապարհ է, թե սրբության ճանապարհ։ Թե արդար ճանապարհ, անօրեն թե արդար։ Ու դրա համար մենք կարիք ունենք ճանաչելու Տիրոջը մեր կյանքի ամեն իրավիճակում ու մեր ճանապարհների մեջ։
Նայենք մի քանի տեղ, Եսայա 55-րդ գլխի մեջ 7-8-րդ խոսքը ամբարիշտը թողի իր ճանապարհը անօրեն մարդ իր խորհուրդները եւ դառնա Տիրոջը եւ նա կողորմի նրան եւ մեր Աստծուն որովհետեւ նա շատ ներող է նա դառնա մեր Աստծուն որովհետեւ նա շատ ներող է որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն ասում է Տերը հետո ասում է ինչպես որ բարձր է երկինքը երկրից նույնպես բարձր է իմ ճանապարհները ձեր ճանապարհներից եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից Եվ նայեք հստակ այստեղ խոսում է ամբարիշտի յետ վերադառնալու մասին։ Ամբարիշտը իր ճանապարհներից յետ վերադառնա եւ ապրի եւ մտնի մի ճանապարհի մեջ, որը որ Տիրոջ ճանապարհն է, եւ Աստծո խոսքը ասում է այդ մարդը դառնա դեպի իմ ճանապարհը նա կապրի։ Որովհետեւ ասում է ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն։ Եկեք ուշադրություն դարձնենք մեր կյանքի ընթացքում ինչքան սցենարներ ենք մենք գրել։ Այս հարցով, այն մյուս հարցով, մենք գծել ենք, գծագրել ենք, բայց մի օր կանգնենք առ ասե Տեր, ո՞րն է քո ուզածը։ Ու գիտեք, մեր խորհուրդները շատ անգամ չի համապատասխանում են խորհուրդներին, շատ անգամ չեմ ասում բոլոր դեպքում։ Եթե մենք հարցնում ենք Տիրոջը, Տերը բացում է իր խորհուրդները, որտեղ ասում է ես չեմ ծածկում իմ խորհուրդները ձեզանից։ Հիշում եք, Աստված ունի ապագա եւ հույս մեզ համար, խաղաղության խորհուրդներ ոչ թե չարության, որ մեզ տա ապագան եւ հույսը, Երեմիա 29:11-ում։ Բայց մենքան կարևոր է, որ մենք կանգ առնենք, հարցնենք Տիրոջը եւ մեր ճանապարհների մեջ ուղղություններ, ուղումներ բերենք։ Եվ եթե պետք է ուղղություն փոխենք, եթե պետք է շտկումներ անենք, որովհետև Աստծո խոսքը հենց այս խոսքից հետո, երբ որ ասում է իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն։ Հաջորդ խոսքը ասում է, որովհետև 10-րդ խոսքից, ինչպես որ իշտում է անձրևը եւ ձյունը եւ յետ չի երկնքից եւ յետ չի դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նրան արգասավորանում, բողբոջեցնում նրան, տալիս է սերմ սերնացանին, հաց ու տողին, այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պարապ յետ պիտի չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզածը, հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։ Դա նշանակում Աստված իր խորհուրդները, իր ճանապարհները հայտնում է իր ուղարկած խոսքի միջոցով։ Ինչպես որ Ետ չի դառնում անձրևը որպես անձրև։ Պատկերացնեք, անձրև կա նույն անձրևի ձև էլ հետ դառնա։ Կլինի տենց։ Չի լինում։ Կամ ձյուն կա նույն ձյան տեսքով էլ վերադառնա։ Ինչ որ process է կատարվում։ Process է կատարվում, ոռոգում է այդ անձրևն ու ձյունը, ոռոգում է երկիրը, արգասավոր անում, պտղաբեր է դարձնում, հա? Նոր հետո գոլորշի տեսքով բարձրանում է վեր։ Ու նորից պտտվում գալիս է։ Այնպես էլ Աստծո բերանից դուրս եկած խոսքը պարապ չի գալիս մեր կյանքի մեջ։ Իսկ որտեղ է գալի Աստծո խոսքը։ Գալիս է մեր սրտերի մեջ, որպեսզի հայտնի իր կամքը, իր ուզածը, որտեղ ասում է նա կանի իմ ուզածը։ Աստծո խոսքի մեջ է իր կամքը։ Եվ Աստված հայտնում է իր ճանապարհները իր խոսքի միջոցով։ Դրա համար կարևոր է, որպեսզի ես եւ դու կանգ առնենք, իր խոսքին նայենք։ Փնտրենք իր խոսքը, ինչ է ուզում Աստված իմ կյանքի մեջ, ինչ է ուզում այս իրավիճակի մեջ։ Եվ երբ որ մենք ընդունում ենք խոսքը, սկսենք կիրառել մեր կյանքի մեջ, ինչպես է վերադառնալու դեպի Աստված, որտեղ ասում եմ խոսքը կդառնա ու կփառավորի ինձ։ Գիտեք ինչպես է կատարվում, որ փառավորում է այդ խոսքը մեր կյանքում։ Ասում է կհաջողվի այդ խոսքը, որտեղ Աստված պարապ տեղը իր խոսքը չի ուղարկում։ Երբ որ Աստծո խոսքը գալիս է անպայման հաջողվում է մեր կյանքի մեջ, երբ որ մենք սկսում ենք կիրառել իր կամքը։ Երբ որ դու կատարում ես, դա այդ կատարումը փառավորում է Տիրոջը։ Ամեն։ Այնպես որ եկեք ճանաչենք Տիրոջ ճանապարհները, ճանաչենք Տիրոջ կամքը։ Հովհաննես 14-ի մեջ Հիսուսը ասում է. Ես եմ կյանքը, ճանապարհը եւ ճշմարտությունը։ Հիսուսը կյանքը, ճանապարհը եւ ճշմարտությունը։ Մենք գիտենք, որ ճանապարհով քայլել է պետք։ Ճանապարհը կարա տանի տեղ, բայց ճանապարհը, եթե մենք այդ ճանապարհով չընթանանք, կանգ առնենք, մենք տեղ չենք հասնի։ Այո, Հիսուսն է միակ ճանապարհը։ Կարող ես ասել միակ։ Ուրիշ ճանապարհ չկա։
Գիտեք, այսպեսի սես բան կա, հա, անգամ շրջանառվում է արդեն տարբեր ոնց որ ասած մտածողության մեջ, մարդկանց մեջ, հա դե իսլամն էլ մի ճանապարհ է, էլի որ կտանի երկինք։ Բուդդիզմն էլ իրանք ինչ մեղք ունեն։ Էդ էլ այդ հավատքն է, էդ էլ այդ ճանապարհով դե կգնան երկինք, էլի։ Այդ մի ճանապարհ, այն երկրորդ ճանապարհ կա, երրորդ ճանապարհ կա, չորրորդ ճանապարհ եւ այդպես շարունակ։ Կա ճանապարհներ փրկության։ Եթե լիներ ճանապարհներ, Հիսուս իր կյանքը չէր դնի։ Գասեր կա, այնա ճանապարհ կա, ինչի եմ ես գալի խաչվում։ Չկա ուրիշ ճանապարհ, միակն է ճանապարհը։ Եվ Հիսուսը ապացուցեց ճշմարտության ճանապարհը, հարություն առնելով ու ասելով ես եմ ճշմարտությունը։ Ուրիշ ոչ մի Աստված, ճակերտների մեջ Աստված հարություն չառավ։ Մուհամեդը հարություն չառավ, Բուդդան հարություն չառավ եւ այլն։ Հիսուսն է հարություն առել եւ նա է ճշմարտությունը, միակ ճանապարհը։ Եվ հենց այդ ճանապարհին հուսացողներին Աստված ամոթով չի թողում։ Հենց այդ ճանապարհների մեջ քայլողներն են, որ տեղ կհասնեն։ Բայց կարևորը ընթանալ, որտեղ քրիստոնեությունը միայն ասել չի, այլ այդ ընթացքը ճանապարհով քայլելու, ճանապարհով ընթանալու։ Ապրելակերպ է քրիստոնեությունը համաձայն Աստծո գրված խոսքի, որովհետև խոսքը ինչ ասեց, ես կարդացի, որ Աստծո խոսքը գալիս է, որ ոռոգի ու պտղաբեր սարքես երկիրը։ Այսինքն Աստծո խոսքը գալիս է, որ մեր սիրտը, Սերմնացանի առակի մեջ տեսնում ենք, խոսքը սերմն է, սիրտը հողը, որ այդ խոսքը գա մեզ պտղաբեր դարձնի։ Եվ հենց այդ պտուղն է, որ կփառավորի Տիրոջը, եւ հենց այդ պտղի միջոցով է, որ մենք գիտենք, որ մենք տեղ կհասնենք, փառավորելով Աստծուն։ Երբ որ դու ապրում ես այդ խոսքի համաձայն, երբ որ դու գործում ես այդ խոսքի համաձայն, երբ որ դու անտարբեր չես, թե ինչ ասում Աստված քեզ համար, երբ որ խոսքը դու ընդունում ես, ու խոսքը հեղինակություն ու բարձր է քո կյանքի մեջ։ Այո, մենք մի ժամանակ չգիտեինք Աստծո խոսքը, դրա համար տարբեր կերպել ապրում էինք, խաբված էինք, մոլորված էինք, ինչ որ իրավիճակների մեջ շատ անգամներ սխալվում էինք։ Բայց ուզում եմ ասել, խոսքի մեջ բնակվողը ապահովության մեջ է բնակվում։ Խոսքին հետևողը նա ապահովության մեջ է բնակվում։ Աստծո խոսքը ասում արդարը կփախչի ու ապահով կբնակվի, որովհետև Տիրոջ անվան մեջ, իսկ Տիրոջ անուն ասում է, ամուր աշտարակը, արդարը կփախչի նրա մեջ եւ ապահով կբնակվի։ Տիրոջ անունը ամուր աշտարակը, ամուր աշտարակ։ Երեք աշտարակը ինչի ընդհանրապես պատերազմական ժամանակաշրջանների մեջ աշտարակներ հենց դարերի աշտարակները դիտակետեր էր։ Աշտարակներից հսկվում էր, աշտարակներից չէ ինչ որ հերուներ, ինչ որ զենքեր կար, որտեղից խոցվում էր ավելի հերուն, տեսնում էին ավելի հերուն։ Եվ այդ աշտարակը Տիրոջ անունը, այդ աշտարակը ոչ ոք չի կարա գրավի, կործանի, այդ աշտարակը ամուր աշտարակը։ Իսկ մենք պիտի փախչենք այդ աշտարակի մեջ ու ամուր բնակվենք։ Ամեն։ Եվ Տիրոջ խոսքն է մեր ապահովությունը։ Փառք Աստծուն իր խոսքի համար։ Գիտեք, Առակաց առաջի գլխում 30-րդ խոսքից 33-րդ խոսքը գրված է։ Իմ խորհուրդները չուզեցին։ Հիշում եք, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն։ Իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն։ Շատ անգամ մարդը ասում է իմ խորհուրդները, Աստված ասում է իմ խորհուրդները չուզեցին։ Բոլոր հանդիմանությունն անարգեցին։ Ուրեմն Աստծո առաջարկած ճանապարհը երբ որ չեն ընտրում, մարդը ընտրում է իր գծած ճանապարհը։ Ասում է նրանք իրենց ճանապարհի պտղից ուտեն, իրենց խորհուրդներից է կշտանան։ Այո, մարդը հենց այդպես է, ինչ ընտրում է, այդ իր ընտրած ճանապարհից էլ ուտելու է, իր ընտրած ճանապարհից է կշտանալու է։ Որովհետև անմիտների խոտորումը նրանց պիտի սպանի, հիմարների անհոգությունը պիտի կորցնի նրանց։ Եվ 33-րդ խոսքը, բայց իսկ լսողը։ Իսկ լսողը Աստծուն ընդունողն է իր ճանապարհը։ Բայց իսկ լսողը ապահով կբնակվի եւ հանդարտ կլինի չարիքի բախիցը։ Իսկ լսողը։ Գիտեք, այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, լսելու մեջ այնքան ապահովություն կա։ Լսել էտի միայն ֆիզիկական էս լսելը չի, հիմա մենք նստած ֆիզիկապես լսում ենք։
Բայց լսելուց հետո ինչ ենք անում, այ դա է երևում, լսեցինք թե չէ։ Դպրոցում բոլորը սովորել ենք, չէ՞։ Հիշում եք ուսուցիչները շատ անգամ ինչ էին ասում։ Չեմ ասում մեզ։ Ну, դասարանից ինչ որ մեկին լավ։ Ասма, այս կողմից լսում ես, այն կողմից չլինենք այդպիսի լսող։ Այլ լինենք լսող, ընդունող եւ հետո կիրառող։ Այ դա է լսելը։ Եվ երբ որ մենք իրապես լսում ենք, ընդունում ենք ու կիրառում ենք, ապահով կբնակվենք։ Ապահով։ Եզեկիելի մեջ 18-րդ գլխում 25-րդ խոսքից գրված է 32-ը մինչև որ նայենք, մինչև վերջը գրված է։ Եվ դուք ասում եք, Տիրոջ ճանապարհը ուղիղ չի։ Մեկ լսեցեք, ով Իսրայելի տուն։ Նայեք, խոսքը ուղղված է Իսրայելի տան, Աստծո ժողովրդի մասին։ Չէ՞ որ ձեր ճանապարհները չի ուղիղ։ Հիմա Աստված հրթակ ասում է, դուք եք ասում ուղիղ չի։ Ես եմ ասում ձերն ուղիղ չի։ Աստված միշտ ճիշտ է, ամեն։ Միշտ ուղիղ է։ Նա է կատարյալ Աստվածը։ Մենք շատ անգամ, գիտեք, մեր կյանքի մեջ ինչպես ենք մենք վերաբերվում, շատ անգամ չեմ ասում բոլոր դեպքերում, բայց հնարավոր է որ այդպես անենք։ Շատ անգամ մենք գծում ենք մեր ճանապարհը, ուզում ենք որ Աստված գա այդ ճանապարհի մեջ։ Աստված օրհնի ես։ Ինչ կլինի, այնքան եմ ուզում ես։ Չենք հարցրել, Տեր, դու ուզում ես թե չէ։ Մենք ուզում ենք Աստված էլ ուզի, ինչ որ մենք ուզում ենք։ Առանց իրան հարցնելու։ Բայց դա սխալ մոտեցում է։ Հələ հարցնենք, Տեր, ինչ ես ուզում։ Աստված հայտնում է իր խոսքի մեջ, ասում ես էլ եմ ուզում։ Այդ դրանից հետո դու ել ես հոժարում ու գալիս է քո ապահովությունը, որտեղ դրա մեջ է հաջողությունը։ Եվ շարունակեմ, ասում եմ, չէ՞ որ ձեր ճանապարհը չի ուղիղ։ Երբ որ արդարը ետ դառնա իր արդարությունից, անօրինություն անի, նրանով մեռնի, նա իր արած անօրինության համար պիտի մեռնի։ Պատկերացնում եք ինչ է ասում։ Եթե արդարը ետ դառնա իր ճիշտ ճանապարհից ու ոտը քարին կպնի, լավ։ Ու հետո մեղադրեն ասեն, մարդը այդպես է, չէ՞, բա Աստված, բա իմ կյանքում, բա այս խի, բա այնպես, բա այս ոնց։ Ինչի ենք մեղադրում։ Ինչի ենք մենք ուզում ուղիղ ճանապարհը քննել, քննադատել։ Չէ՞ որ քննադատությունը պետք է լինի մեր ճանապարհների նկատմամբ ամեն մեկս մեր։ Չէ՞ որ մենք պետք է քննենք ամեն մեկս մեր ճանապարհները։ Արդյոք մենք ենք ուղիղ քայլում։ Եվ երբ որ ամբարիշտը ասում է, ետ դառնա իր արած ամբարիշտությունից եւ իրավունք ու արդարություն անի, նա կապրեսնի իր անձը։ Տեսնում եք։ Անկամ մարդ երբ որ սխալել է ընթացել, ետ է դառնում իր սխալ ճանապարհներից դեպի ճշմարիտ ճանապարհին, ասում նա կապրի։ Որովհետեւ տեսավ, ետ դառավ իր արած բոլոր հանցանքներից, նա անշուշտ պիտի ապրի, պիտի չմեռնի։ Բայց Իսրայելի տունն ասում է Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ։ Միթե իմ ճանապարհները ուղիղ չեն, ով Իսրայելի տուն, չէ որ ձեր ճանապարհները ուղիղ չեն։ Վասն որով ես ձեր ամեն մարդի ճանապարհների համեմատ պիտի դատեմ։ Տեսնում եք, այստեղ արդեն մարդը իր ճանապարհներ է ասում։ Բնագավառների հետ կապված։ Ով Իսրայելի տուն, ասում է Տեր Եհովան, դարձի եկեք ձեր բոլոր հանցանքներից, ետ դարձեք, որ ձեզ համար անօրինության գայթակղություն չդառնա։ Դեն գցեք ձեր վրայից ձեր բոլոր հանցանքները, որով դուք հանցավոր եղաք, եւ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցեք, որովհետեւ ինչու համար մեռնեք, ով Իսրայելի տուն։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում, մահն ու կյանքը մեր առջև է դրված, ընտրություն, ուղղակի ճանապարհի ընտրություն։ Սա հոգևոր մահվան մասին է խոսքում։ Կա ճանապարհ, որ տանում է հոգևոր մահվան։ Դա մեղքն է, մեղքի ճանապարհն է։ Եվ կա որ կյանքի է տանում, դա Քրիստոսի ճանապարհն է, որտեղ չկա ուրիշ ճանապարհ։ Որովհետև ես հաճություն չունեմ մեռնողի մեռնելուն, ասում եմ, ես չեմ ուզում մեռնողը մեռնի։ Ես չեմ ուզում, որ մարդիկ կործանվեն։ Որովհետև եթե ուզենար Հիսուսը չէր գա խաչվի, որ փրկիչ չէր կոչվի։ Նա միանգամից կդատապարտեր այս երկիրը, կջնջեր, կասեր Ադամ, մեղ գործեցիր, քո մուր քո գլուխ։ Բայց նա միանգամից ձեռնարկեց, միանգամից Աստված հենց այդ ժամանակ մարգարեական խոսքը, օծի ինչ ասես, կնոջից ծնվածը կջարդի քո գլուխը։ Միանգամից երբ որ մեղքը գործվեց, Աստված ծրագիրը փրկության տվեց ու ասեց հենց այդ ժամանակվանից,
Հիսուսը կծնվի ու կջարդի սատանայի գլուխը։ Մի անգամից գծես ճանապարհը մարդու փրկության համար։ Հենց մեղքը գործելու ժամանակվանից։ Աստված ունի ճանապարհ ամեն մեկիս համար։ Փրկության ճանապարհ, օրհնության ճանապարհ, հաղթանակի ճանապարհ, բժշկության, հրաշքների ճանապարհ, որովհետև այն ճանապարհը, որ կոչվում է նեղ ճանապարհ, դա է միակ հաղթության ճանապարհը, դա է ազատության ճանապարհը, բժշկության ճանապարհը։ Գիտեք, Հիսուսը մի օր ասեց աշակերտներին. եկեք անցնենք այնապ։ Ասեց, խոսք եկավ, ինքը չասեց փոթորիկ չի լինելու, ինքը ասեց մենք անցնելու ենք։ Ինքը գծեց ճանապարհը, այնպես չի, որ այդ ճանապարհի ընթացքում դժվարություններով չենք անցնելու, ճանապարհը գծված է, բայց Հիսուսը նույնպես ասեց, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, մի վախեցեք։ Հիսուս այդ նավակի մեջ էր, նա քնած էր, թեկուզ փոթորիկ բարձրացավ։ Իսկ աշակերտները վախեցան, աշակերտները կորցրեցին իրանց, անհավատ գտնվեցին։ Շատ անգամ մենք էլ ենք այդպես լինում։ Տեր, ուր ես, կորչում ենք, հոգդ չի, կորցնում ենք մեզ։ Բայց ճանապարհը գծված է իր խոսքի միջոցով։ Նա ասեց անցնենք այնապ։ Մեզ պետք է հավատքով քայլել այդ ճանապարհը, որովհետև այդ ճանապարհը խոսքի միջոցով է գծվում։ Ով է Հիսուսը, որ ճանապարհն է։ Սկզբում էր խոսքը Աստծո մոտ էր եւ Աստված էր։ Ամեն ինչ նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Դա նշանակում է նեղ ճանապարհը Աստծո խոսքն է ուղղում, դա է ճանապարհը, խոսքն է ճանապարհը։ Եվ մենք այդ խոսքով ապրելով մենք այդ ճանապարհով ենք գնում ու մենք կհասնենք տեղ, որտեղ խոսքն է մեզ տանում։ Եթե դու ապավինում ես խոսքին, խոսքը քեզ կհասցնի տեղ։ Եթե դու անարգում ես խոսքը, դու ընտրեցիր։ Ընտրությունն է ճանապարհը։ Ընտրությունը ընտրել խոսքը, թե չընտրել խոսքը։ Ամեն։ Եսայա 35-րդ գլխի մեջ Եսայա մարգարեության 35-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Եվ այնտեղ պողոտա եւ ճանապարհ է լինելու։ Հիշում եք, ես մի քիչ առաջ ասացի, որ ճանապարհը նեղ է։ Իսկ այստեղ ասում է պողոտա, ով գիտի, որ պողոտան նեղ չի։ Պողոտան ի՞նչ է։ Լայն է, չէ՞։ Ասում է Մաշտոցի պողոտան։ Տիգրան մեծը, Վանաձորի ամենալայն փողոցը պողոտա է, չէ՞։ Տիգրան մեծն է։ Հիմա, բայց մի հատ արահետ ասեք, էլի, արահետը համեմատել կարելի է։ Հիմա երբ որ Հիսուսն ասեց լայն է ճանապարհը, որ դժոխք է տանում, նեղ է ճանապարհը, որ երկինք է տանում։ Նրանով գնացողները քիչ են։ Հիմա այստեղ նայեք, սրբության ճանապարհին անվանվում է պողոտա։ Հիմա ես ուզում եմ բացեմ ձեզ այդ ում համար է պողոտա, ում համար է նեղ։ Ու մենք մտածում ենք, մենք մի կերպ sense այն որ sense keep տեղա, չէ, sense նեղ, այն որ sense քերծվելով, բան մի կերպ պետք է այդ նեղ ճանապարհով անցնենք, այն որ մազապուրծ վիճակով sense այ փրկվեցինք։ Գիտեք, ասեցի, որ ճանապարհը Աստծո խոսքով ապրելն է։ Եթե սիրում եմ Տիրոջը, իր խոսքը ինձ համար հեշտ է ու նեղ չի։ Կատարել Աստծո խոսքի ընդամենը սիրելու հետ է կապված։ Ով որ սիրում է, այն ասում է, մարդ սրբության ապրելը ինչ է եղել, որ ես սիրում եմ Աստծուն, ես իր խոսքը սիրում եմ։ Նեղ չի։ Նեղա գիտեք երբ։ Ոնց կլինի։ Սկսում ենք նեղվել։ Նայեք, շարունակեմ։ Եվ այնտեղ պողոտա եւ ճանապարհ է լինելու եւ նրան սուրբ ճանապարհ են ասելու։ Հիմա այդ պողոտան ասվելու է սուրբ ճանապարհն ով էր։ Հիսուսը։ Նրա վրա պիղծը պիտի չանցնի։ Այ սկսում է։ Այդ պողոտայով պիղծը չի անցնելու, որը նեղ ճանապարհ է անվանում Հիսուսը։ Իսկ պողոտան նրա համար, լայնը նրա համար, ով որ սիրում է իրան։ Հիշում եք Հիսուսն ինչ ասեց Հովհաննեսի 14-ում, եթե ինձ սիրում եք, իմ պատվերները պահեցեք։ Ով է ինձ սիրողը, ով որ իմ խոսքերը պահում ու կատարում է։ Ուրեմն սիրելով հեշտ է դառնում։ Ես միշտ օրինակ եմ բերում սիրահարված զույգերին։ Սիրահարված զույգերը խելքից դուրս բաներ են անում, տենց է թե չէ։ Պատանի ով է եղել։ Խելքից դուրս բաներ են անում։ Այն կրիշից ծաղիկ թելով իջացնում, հա, զանգում, ասում եմ, պատուհանից կնայես, ոնց էր բան չէ, պատուհանից նայում, խելքից դուրս բան է, չէ։
Ինչ որ ցես բաներ, բայց դա դժվար բան է։ Բայց այդ սերը հաղթահարում է բոլոր եւ կատարում է։ Մենակ նրան լավ լինի ու որ սիրում է։ Այսինքն այդ հաղթահարելը սիրելը է։ Եթե մարդը չի սիրում, ո՞նց է հաղթելու։ Պահ, չէ մի պատուհանից։ Պատկերացրեք ինչն է դարձնում հեշտ։ Սիրելը։ Երբ որ դու սիրում ես, դու չես նայում քո հետ ինչ առնելու, մենակ նրան լավ լինի ու որ դու սիրում ես։ Այդի դարձնում է հեշտ։ Դրա համար ասած սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, զորությունով, ամբողջ մտքով եւ քո ընկերոջն էլ։ Ահա։ Բանից պարզվում է մենք իրար նկատմամբ էլ պիտի հեշտը։ Ոչ թե նես նեղվելով իրար լավն անենք։ Կա չէ, մենք իրար լավ ենք անում ու սկսում նեղվել։ Տեսար ինչ արեցի։ Ես լավն արեցի, բայց նեղվել ես, էլի, լավն անելուց։ Ոչ։ Իրական սերը չի նեղվում, ընդհակառակ ուրախանում է, որտեվ սերը չի նախանձվում, չի ուրախանում ամեն չարի համար, այլ ուրախանում ամեն լավի համար։ Ամեն։ Հիմա նայեք, շարունակեմ։ Պիղծը պիտի չանցնի։ Նա նրանցն է, ճանապարհը գնացողը եւ տկարանը միտներն էլ չեն մոլորվի։ Անկամ մտքի տկարություն ունեցող մարդիկ այդ ճանապարհի մեջ չեն մոլորվի, որտեղ իրենք ճիշտ ճանապարհի մեջ են։ Հետո ասում է. Հիմա պատկերացրեք այդ ճանապարհը, սատանան չի կարա մոտենա այդ ճանապարհին։ Ընդհանրապես գիշատիչը ուտողն է, սպանողն է, հոշոտողն է, գիշատիչը չի կարա այդ ճանապարհ մտնի։ Նայեք ինչ ասում։ Այնտեղ առյուծ չի լինի, գիշատիչ գազան չի գա նրա վրա։ Այնտեղ չի գտնվի եւ փրկվածները ման կգան։ Տիրոջ փրկվածները յետ պիտի դառնան եւ գան Սիոն բարձրաձայն երգելով եւ այլ, հա։ Նրանց գլխին հավիտենական ուրախության ու ցնծության են հասնելու նրանք եւ տրտմություն ու հեծությունը փախչելու է։ Ահա ճանապարհը լայն ոչ թե Հիսուսի ասած լայն, այլ այս պողոտան, որ Հիսուսն ասում էր նեղա։ Իսկ դառնում է նեղ ճանապարհը լայն պողոտա, երբ որ դու սիրում ես Տիրոջը։ Ու դա ապահով ճանապարհ է։ Գիշատիչ այնտեղ չի մոտենա։ Հիմա մենք ամեն մեկս մեր կյանքում կա, չէ՞, բնագավառներ, որ գիշատիչը կծել է։ Ցավացել է, գողացվել է, ինչ որ մի բան ուրիշ կերպ ա եղել։ Գիտեք ինչա նշանակում, որ մենք պետք է ճանապարհի մեջ լինենք, որտեղ գիշատիչը չի կարում մտնի։ Ամեն, չի էլ կարա մտնի, որտեղ Հիսուսն է այդ ճանապարհը, եւ Հիսուսը հաղթել է սատանային։ Ամեն։ Բոլորիս ծանոթ Հեսու 1:8 Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա։ Գիշեր ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես նրա միջի բոլոր գրվածի պես, հա։ Որովհետեւ երբ որ դու այդ անում ես, այդ ժամանակ ճանապարհները ինչ կանես։ Իսկ այդ հաջողակ ճանապարհը Հիսուսն է։ Որտեւ խոսքն է Հիսուսը։ Որտեւ եթե դու մտածում ես Աստծո խոսքի մասին, ցերեկ ու գիշեր նրա խոսքի վրա ես մտածում, որպեսի ոչ թե իմանաս, այլ կատարես, որտեվ իմանալուց հետո պիտի նա դառնա գործողություն, այդ ժամանակ քո ճանապարհները կլինի նրա ճանապարհները։ Դու կճանաչես նրան, դու կճանաչես նրա ճանապարհները, դու կճանաչես նրա կամքը, եւ այդ նրա կամքի մեջ է, նրա ճանապարհների մեջ է, նրա խոսքի մեջ է քո ապահովությունը, քո օրհնությունը։ Այդ ժամանակ ճանապարհներդ հաջողակ կանես։ Այդ ժամանակ խելամուտ կլինես, իմաստուն կլինես, հա։ Իսկ իմաստությունը տանում է հաջողությունների, իմաստությունը տանում է շատ լավ բաների, որտեվ շատ անգամ իմաստության պակասի հետևանքով քանդվում է շատ բաներ։ Կառուցվում է միշտ իմաստությունով։ Ասում է տունը իմաստությունով է շինվում, իսկ հիմարությունով քանդվում։ Նույնպես կյանքի ամեն մի իրավիճակ, եթե մի բան քանդվում է, դա իմաստության պակասի հետևանք է։ Իսկ երբ որ մենք Աստծո խոսքի, նրա ճանապարհների, նրա կամքի շուրջ ենք խորում ու որ կատարենք այդ կամքը, մենք իմաստուն կլինենք։ Մեր կյանքը կշինվի, կբարձրանա եւ այդտեղ ապահով կլինի։ Որտեւ այդ ճանապարհում գիշատիչը ման չի գա, չի մոտենա,
Այդ ճանապարհը ապահով ճանապարհը։ Նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Ամեն, հալելույա։ Եբրայեցի 12-րդ գլխում ես կամած ավարտին եմ գալի։ 13-րդ խոսքը 12-ից կարդանք։ Նրա համար հաստատեցեք թուլացած ձեռքերը, տկարացած ծնկերը։ Եվ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցեք։ Նայեք, այստեղ արդեն խոսում է, որ մենք պետք է անենք։ Դա ընտրությունը։ Ընտրել ճանապարհը Տիրոջ։ Եվ դու քո ոտքերի համար ես ուղիղ ճանապարհ շինում։ Երբ որ դու ընտրում ես Տիրոջ ճանապարհը, Տիրոջ կամքը, քո ոտքերի համար ընտրում ես ուղիղ ճանապարհ։ Եվ նայեք ասում է ինչ։ Որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Ուրեմն բժշկությունները որտեղ է։ Այդ ճանապարհի մեջ, այդ ճանաչելության մեջ։ Հետևեցեք խաղաղության ամենի հետ եւ սրբությանը, որ առանց նրա ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Հետո ասում ես գույշ մնացեք, մեկը ետք չմնացող չլինի Աստծո շնորհքից։ Մի դառ արմատ չբուսնի իր սրտի մեջ եւ ետք գցի։ Այսինքն Աստծո ճանապարհից կանգնացնի, Աստծո ճանապարհից ետք գցի։ Դրա համար ինչ անենք, մեր ոտների համար ուղիղ ճանապարհ շինենք։ Որ չգլորվենք, այլ բժշկվենք։ Ես հավատացած եմ, որ մեր կյանքի մեջ տարբեր բնագավառների մեջ բժշկություն կա, կարիք կա բժշկության։ Մեկը ֆիզիկական, մեկը ներսի, մեկը ընդհանրապես բիզնեսի, ֆինանսական, տարբեր հրաշքներ։ Բայց ես ուզում եմ ասել, բոլոր հրաշքների տեղը Տիրոջ կամքի մեջ է, Տիրոջ խոսքի, Տիրոջ ճանապարհների մեջ է։ Ամեն։ 25-րդ Սաղմոս 9-րդ խոսքը։ Նա առաջնորդում է հեզահոգիներին իրավունքի մեջ եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։ Նա ինչ է անում, առաջնորդում է։ Գիտեք, այնքան կարևոր է թույլ տաս Աստված առաջնորդի քեզ։ Իսկ նա հեզահոգիներին է առաջնորդում։ Հեզ, ես մի օր հեզության մասին խոսել եմ։ Հեզությունը դա վարվելաձև է խոնար սրտի։ Խոնար սիրտը հնազանդությամբ խոնարհվում։ Հնազանդությամբ է խոնարհվում սիրտը։ Հնազանդվելով խոնարհվում է։ Խոնարհվելով հեզությամբ վարվում է։ Իսկ հեզերին Աստված սովորեցնում։ Հեզերին սովորեցնում է իր իրավունքը։ Սովորեցնում է իր ճանապարհները։ Ես կարիք ունեմ սովորելու իր ճանապարհը։ Կարիք ունեմ իր ճանապարհների մեջ քայլելու, որտեղ այդ ճանապարհներն է, որ երկինք է տանում։ Չկա ուրիշ ճանապարհ, չկա։ Կա ճանապարհ միակը, եւ այդ ճանապարհի անունն է Հիսուս։ Եվ ես պետք է ընտրել։ Ահա մահը, կյանքը դրել եմ ձեր առջև։ Նենց որ դա է ճանապարհը, որ տանում է կյանք, եւ դա ընտրություն։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։ Աղոթենք ուղղելով մեր սիրտը։ Աղոթենք, որ Տերը սովորեցնի մեզ իր ճանապարհները եւ հաստատի մեզ իր ճանապարհների մեջ։ Հալելույա մեր Աստված։ Հիսուս, մենք քո առջև ենք։ Մենք մեծարում ենք քեզ։ Մենք պատվում ենք քեզ։ Մենք խոնարհվում ենք քո առաջ մեր Աստված։ Եվ մենք խոնարհացնելով մեր սրտերը քո առջև խնդրում ենք, որ դու սովորեցնես մեզ քո ճանապարհները, որ դու հայտնես քո կամքը ամեն մեկիս եւ սովորեցնես մեզ քո կամքը, որովհետեւ մենք գիտենք, Տեր, որ չկա ուրիշ ճանապարհ, որ տանում է երկինք, բայց դու ես միակ ճանապարհը, իսկ դու խոսքն ես, Տեր, իսկ քո խոսքերը կյանք են ու հոգի, եւ խնդրում ենք քեզ Սուրբ Հոգի, որ դու հայտնես մեր սրտերի մեջ ճշմարիտ խոսքը, որ դու սովորեցնես մեզ Աստծո կամքը։ Դրա համար մենք ապավինում ենք քեզ քո կամքին, որովհետև Տեր քո խոսքն է ասում, որ ուղարկեցիր քո խոսքը եւ բժշկեցիր մեզ։
Աղոթում ենք հիմա ու խնդրում ենք Տեր, որ այստեղ գտնվող ամեն մեկի կյանքի յուրաքանչյուր բնագավառ լինի բժշկված քո կամքի համաձայն, որովհետև դու արդեն ուղարկել ես քո խոսքը եւ բժշկել ես մեզ, ազատել ես մեզ, որովհետև քո խոսքն ասում ճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Քո խոսքն է ճշմարտությունը։ Սովորեցնում ես քո ճշմարտությունը։ Հայտնիր մեզ, բացիր ամեն մեկի սրտի մեջ։ Թող ամեն մեկը հայտնությամբ ընդունի Տեր քո խոսքերը եւ հասկանա ինչ է քո կամքը, որը բարին, հաճելին ու կատարյալն է։ Հաստատիր մեզ քո ճանապարհների մեջ։ Եվ օգտիր մեզ, որ մենք ամեն օր մտորենք քո խոսքը։ Մտածենք, որ պահենք ու կատարենք։ Եվ այդ ժամանակ մեր ճանապարհները հաջողակ կլինեն։ Եվ շնորհակալ ենք քեզ, որ դու ընտրեցիր մեզ։ Հանեցիր մեր ճանապարհներից, ճանապարհներ, որ լայն էր ու տանում էր դժոխք, եւ դրեցիր քո ճանապարհի մեջ, որը նեղա որ տանում է երկինք։ Եվ այսօր սիրելով քեզ, ասում ենք, որ նեղ չի, սիրով ենք անում, եւ դա մեզ համար հաճելի է։ Շնորհակալ ենք Սուրբ Աստված։ Ողջ փառքը պատիվը քեզ։ Ուզում եմ վերջացնել հետևյալ այն խոսքերով, որ Հիսուսն ասում Հովհաննես 14-ում. Եթե ինձ սիրում եք, իմ պատվերները պահեցեք։ Եկեք սիրենք Տիրոջը։ Ու նրա ճանապարհները հաճելի կլինի, ցանկալի կլինի եւ ոչ թե դժվար։ Ամեն, եկեք փառաբանենք մեր Աստծուն եւ գնանք մեր տները։